Ես սրա բանն եմ ուզում ձեզ ցույց տամ ու սա դուրս գտնենք։ Սրա վերջը ինչ եղավ։ Տարան մի քանի 100 հատը էքսպերիմենտով ստացան այդ մատերիալը ու հետո ստուգել են այդ մատերիալների հատկությունները։ 100 մատերիալը ստացել են աբորտ։ Ճիշտն չեմ հիշում 700 հատնի ստացան, թե հետո մի բան են ֆիլտրել։ Դե 700 հատ չեմ հիշում, որ արել են, էլի այստեղ կարող արանքում սլայդ եմ բաց թողել, չգիտեմ։ Բայց վերջում sense մի հատ ցուցակ են ստացել։ Գիտեք, կարծեմ ինչ են արել, ոնց որ տարբեր ջերմաստիճաններում ստուգելու հարց կար, այսինքն մի հատ փորձել են ստուգեն տեսնեն, ասենք 4 կելվինով գերհաղորդիչ է թե չէ։ Որտեղ դա յանի հեշտ է, իրենց պետք է ասենք 5-ից ավել գտնեն։ Դրա համար ասել են մի հատ բերեք 4-ով ստուգենք, եթե 4-ով գերհաղորդիչ չի արդեն, դրանք էլ անենք, էլ չնայենք, որտեղ ոնց որ այդ ստուգելն էլ է թանկ էլի։ Այդ բառը լավ չհասկացա։ Մի կելվինը մի ցելսիուս է, այսինքն յունիտը նույնն է, բայց կելվինը սկսում եմ 0 կելվինը -273 ցելսիուսն է։ Այսինքն հնարավոր ամենացածը ջերմաստիճանից մի 5 աստիճան վերև էլ, տենց են ուզում։ Հիմա այս 18 հատը այն ֆորմուլաներն են, որոնք փաստորեն ստացվել են, շրջանաճողնի ատոմներ են, տենց ոչ շատ ստանդարտ։ Հա, տենց ահագին էկզոտիկ բաներ են։ Ու սրա բանը տիմ տիտանն է հաստատ։ Մոլիբդենն է երևի, որ Հայաստանում է կա։ Այս ինչ-որ մի քանի հատը չափել են, պարզվել է 9.7 օրինակ էսի։ Դա ահագին լավ է, էլի չնայած AI-ները predict էին անում 13, 19, այսինքն ոնց որ AI-ները շատ օպտիմիստիկ գնահատական են տվել մատերիալներին, իրականում եղել է 9, բայց իրանց պետք է 5-ից ավել, այսինքն մեկը շատ կայֆ է։ Հետո ոնց որ պարզել են, որ այդ դրանց մի մասին նման կոնֆիգուրացիաներ հայտնի էին, այսինքն այս չի, որ լրիվ նոր բան է սա ստացվել։ Հա, ոնց որ դրա ստրուկտուրան ինչ-որ ուրիշ տեղ կա։ Կարող է գիտեր, բայց գիտեք ինչ բան կա, ոնց հասկանում եմ, սենց է էլի։ Կան ստրուկտուրաներ, թե ատոմների հարաբերական դիրքերը ինչ են։ Հետո այդ դիրքերով կարելի է ինչ-որ ատոմի տեղը ուրիշ ատոմ դնել, կստացի, որ նույն ստրուկտուրայով, բայց ուրիշ ատոմներով էլ ստացա։ Հիմա իրանք ասում են, որ այս ինչը որ AI-ով գտել են, հետո սինթեզել են ու լաբում ստուգել են, ռենտգենով բանով, ստացված ստրուկտուրաները մի մասը հայտնի է եղել, բայց ուրիշ ատոմներով։ Իսկ գիտնականները ունեցել են այդ ստրուկտուրայով ուրիշ ատոմներով գերհաղորդիչ։ Բայց մի քանիսն էլ եղել են լրիվ նոր։ Այսինքն այս process-ով հայտնաբերվել է մի քանի ստրուկտուրա ատոմների դասավորություն, որոնցով հայտնի սուպերկոնդուկտոր չկար։ Ու այս ասում եմ, սրա հաջորդ քայլը այս research-ը էին առնելու, որ արդեն մասնագետները վերցնեն այդ ստրուկտուրաները, որ արդեն գիտենք, որ այս ստրուկտուրան աշխատող է, դրա մեջ ինչ-որ ատոմները փոխեն, արդեն ձեռով։ Ինտերնետ սեմանիկ, որ բաներից չէ, մոլեկուլներից է։ Այդ մոլեկուլները ատոմներից չէ։ Մոլեկուլները ցեցը ատոմներից են կազմված։ Դա մի մոլեկուլի մեջի ատոմներն են փոխում, թե ինչ-որ ինավոր են վերցնում։ Ինտերնետն անում։ Ամեն բաժինը Նայեք, այդ թե ոնց են սարքում, չգիտեմ դրա քիմիան, հա, այսինքն թե process-ը ինչ է։ Բայց հիմա նայեք, այս օրինակ ինչ որ
տես ինչ-որ superconducting հայտնի նյութ է, որը տես ստրուկտուրան է սա, հա, որ ասենք պետք է իրան տեսակի ատոմասել, շատ որ պետք է բանակներ սրանից։ Այս սրանից այսպես տեսեք վանդակներ է, չէ, սենց անվերջ վանդակներ է, հա, ոնց որ օրինակ աղը, նատրիում քլոր, սենց վանդակներ է, չէ, նատրիում քլորի, սենց կուբիկներ է։ Հիմա տեղ երկու ատոմ չի, 3-4 է, սենց ինչ-որ ձևի դասավորված ինչ-որ անկյունների տակ։ Հիմա մասնագետները գիտեն, որ եթե այս ատոմի տեղը իրան համարժեք ատոմ դնես, նույն ստրուկտուրայով կմնա։ Հիմա AI-ը գտել է մի քանի հատ ստրուկտուրա, որոնք հայտնի չէին, որ այդ ստրուկտուրայով սուպերկոնդուկտորը լինում է։ Այսինքն մարդիկ ռեալ թազա ֆիզիկա են գտել, թազա նորություն են գտել։ Բայց ասենք ահավոր գործ է, էլի, ասենք այս սա pipeline-ը հասկանալ, սա փուլ չգիտեմ։ Հետո գնալ այդքան էլ լավ ունենալ, որ այդ սաղանել, ստուգել, այդ X-ray-ներից ամեն մեկը երևի հոր գինա։ Ինձ թվում է արագ ես։ Ոմշեմ, ես դրա համար եմ ուզում մինչև վերջ ցույց տալ, որ հա, կարծեմ ես սրանք են այդ թազա գտած ստրուկտուրաները։ Հա, որ ոնց որ տեսնենք, որ ես սրանցով ինչ-որ հասարակ diffusion մոդելեր էլի սկզբում ասում եմ, դրա AI-ի կտորը դուք պրինցիպի պետք է կարողանաք կոնակել, ոչ մի բան չկա, դեռ որ չգիտեք։ Դրա համար այս ոլորտը սա սուպեր հետաքրքիր է։ Հիմա ես այս սլայդը բացեցի, որ ձեզ էսի ցույց տամ, բայց կիսատ մնաց։ Որ մենք մինչև հիմա ունենք այս ամեն վանդակը եկեք համանենք 8 հատ GPU, այս կանաչները ունենք, հա, 8 հատ ահավոր, 8 հատ հաշավոր։ Ու ասենք Հայաստանում կարող է մի 2-3 այդքան էլ կա, ասենք CRISP-ում կա, դրանցից, հա։ Ասենք PixArt-ը շատ ունի, բայց Հայաստանում չի, դրա համար չենք հաշվում։ Հիմա այս այն որ տեսակ այսօրվա նկարում ես 64 հատ, հա, այսքան հիմա հունվարից կունենանք։ Հիմա մարտ-ապրիլից Սեղանում սարքում են մի հատ կլաստեր, որտեղ կլինի 500 հատ, արդեն ավելի նոր սերնդի, հա, հիշում եք այն Nebius-ի սայթում հաշվավորից հետո նոր բաներ կային։ Այսի հետ ամենաթիթիզ նորերից է B300։ Այս կողմից խորանը։ Այս կոմերցիոնը։ Շատ է, cloud-ը data center-ը, Սեղան քաղաքի մոտ է, սամփել են data center-ը արդեն, մնում է կոմպերը գանդել։ Հետո Firebird-ն որի շուկով ես ասած կլինի կարող խոսել ենք, որը սարքում է 6144 հատոսի սարքում են Հրազդանում։ Իմ հաշվարկով տես հունիսին երևի կսարքեն արդեն։ Սարքյան մեջը կա 1024 անգամ 6 է։ Հա, բայց ասում ասեմ, բայց 1024-երով էլ գնում էլի, կամ 512-ներով, հա։ Ինչ-որ քանակի 1024-ը։ Հա, այսինքն դու կարող ես դերել իսկան տեսականների գործել։ Իսկ ես պետականը։ Չէ, սրանք սա մասնավոր, այս։ Հա, ես։ Բայց կոմպանիա։ Հայաստանում այդ կամպանին ստեղծվել է սրա համար, ինքն այս տարի է ստեղծվել, որ դառնա cloud, այդ Nebius-ը որ տեսակ որ մտա, այդ Nebius-ի ոնց որ մրցակից են։ Սրա ֆինանսավորում է 6000-ի, ըստ ումա 450 միլիոն դոլար, որի մի 50 միլիոն ներդրողներից հավաքել են, 400 միլիոնը բանկերից վարկել վերցրել։ Այսինքն 400 միլիոնը ունեն։ 50-ից կարող է հիմնադիրները իրանք կարող է 10-ը դրել են չգիտեմ։ Ես թվում է 10 անգամ են վետ ալալու։ Հա, քանի անգամ դարձել է հարց, ինքը ռիսկեր կա եղել եւ այլ։ Հա, հիմա ես որ Սան Ֆրանցիսկո գնացի, այս Firebird տնօրենի հետ մի հատ
բան կազմակերպեցինք միջոցառում, որ ընդ ժողովրդին պատմենք ինչա կատարվում, որ իմանան, որտեղ այս լուրը շատ տարբեր ձևերով է ինտերնետում ֆռում եւ մարդկանց մտքերում, հա։ Օրինակ, այս լուրերի մեջ անընդհատ պետությունն է երևում, որտեղ ասենք սա նախարարները շեյր են անում։ Հետո Nvidia բառն է շատ հնչում, որտեղ սրանք Nvidia-ի GPU-ներն են բոլորը։ Ինչ տեսնում եք, սա Nvidia։ Հա, հիմա մարդիկ մտածում են, որ պետությունը ու Nvidia-ն Հայաստանում կոմպենսար։ Ում հետ խոսում ես այդ ասում, բայց իրականում Ռազմիկը եւ Ալիկը սարքել են կամպանիա, որը Nvidia-ից առնում է GPU-ները եւ Հայաստանում դնում։ Շատ տարբեր։ Պետությունը իրանց օգնում է տարբեր բաներով։ Օրինակ, ես սրանց համար այդ նույնիսկ ISP կանաչի համար, ըստ դեղինների համար, Ամերիկայի կառավարությունը թույլտվություն տա։ Տվեցի համարվում է շատ կարևոր տեխնոլոգիա եւ էքսպորտ լիցենզիա պետք է տա։ Մեզ այս սրա էքսպորտ լիցենզիան մի 6 ամիս կաշ են տվել մինչեւ տվել 24 թվին։ Հա, ձեր մոտ է թվա։ Հիմա այս սրա էքսպորտ կոնտրոլի էքսպորտ լիցենզիան մի ամիս առաջ են նոր տվել ու այդտեղ ահագին օգնել է պետությունը, որ պետական լեվելով առանցաներ, որ սա լավ կլինի, մենք էլ ստուգեինք այս։ Այդ մասը ո՞նց է, որ ասենք հիմա Nvidia-ն դեռ բրանչում, չէ՞։ Բայց Nvidia-ն համարվում ամերիկյան կամպանիա, հետագայում իր օրինակ տեխնոլոգիան համարվում է որ Ամերիկայի սեփականություն։ Ամերիկայի սեփականություն չի, Nvidia-ի սեփականությունն է, բայց Ամերիկան ասում է, որ դու ամերիկյան կամպանիա ես, արտադրանքը ես չեմ ուզում 10 ռուսներին եւ չինացիներին, իսկ իրանց կողքի բարեկամներին, եթե ուզում ես 10 հարցերու նայեմ ասեմ։ Տենց այդ նայել ասել է լավ երկարատևում էլի։ Այսինքն այս Firebird-ի փողերը ավելի շուտ էին հավաքի, քան լիցենզիա ստացել էին։ Հիմա արդեն լիցենզիան կա, արդեն սարքում են, էլի, ասենց սկսել են։ Հիմա ես այդ դրա նկարն գտնեմ։ Ինչ ողորմ արած հիմա։ Շատ մեծ չի։ Շատ մեծ չի։ Մեծ սիրուն նկար կա, ես երկու փորձեմ։ Ես ձեզ գտնեմ դա ցույց տամ։ Այսպես մի հատ նկար տարածվեց, չգիտեմ, տեսել եք թե չեն, Ստորակետ ստուդիոն ճարտարապետական, ասես մի հատ նկար է, որ սրանից սարքեք։ Երկար վեց Հրազդան քաղաքում է սարքում։ Հիմա ես մի հատ տենց բան ենք կազմակերպել, որ ես ու ես Firebird-ի տնօրենը խոսանք, պատմենք ինչ ենք անում, ինչ կա չկա, Firebird-ի ժողովուրդը սրանք էին պատմում, այստեղ են սարքում, Հայաստանում տարածքում առաջինն է, որ անգամ ասի Կավկասոսը սենց չի գրվում, տենց չեն փոխել։ Ոչմ։ Ասում է շատ քիչ երկրներ ունեն, մեծ մասը Ամերիկայում ու Չինաստանում են, այս տեսակ կոմպերի, հա, ոչմ։ Բայց նպատակը ո՞րն է։ Նպատակը cloud-ը։ Այո։ Հիմա ես էլ ասում եմ ժողովուրդ ջան, եկեք մտածենք, թե այսքան կոմ որ գալիս է, ով է օգտագործելու։ Ու ասում եմ, եկեք 4 տարվա մեջ փորձենք 100 գիտնական սարքենք, որը կլինի այս կոմպի ուժեղ օգտագործող։ Ես ասում եմ, ասենք, օքեյ, մեր թիմը 20 թողես մինչև տարվա 4 տարվա մեջ 30 թող լինի, բայց դա քիչ է, պետք է էլի։ Դրա համար ոնց որ առաջարկում եմ, որ ֆոնդ ստեղծենք 3.5 միլիոնի, որով տենց գիտնականներին ֆինանսավորենք, կամ ասենք ձերպես մարդկանց, հա։ Ինչու՞ մենք սրանք ենք պատմում, եւ այս պատմելու ընթացքում այս ռազմիկը, ուզում եմ ռազմիկի նկարը գտնեմ, տեսնեք էլի ովքեր են հերոսները։ Վատ առումով թե լավ։ Չէ, շատ լավ է։ Ճանաչեք դեմքերին։
Մորկած կլնամ, գտնեմ կասեմ, մեկը Ռազմիկը վիրկացավ, ասեց, որ գիտեք ես 6000-ը ոնց որ Firebird-ի առաջի փուլն է, ասեց, որ անցած շաբաթ մենք ստացել ենք լիցենզիա ևս 40,000-ը։ Կենասներ կաղցրանում են, բայց եթե հələ դրա ֆինանսավոր մի բանը, հələ պիտի լուծեն էլ, այդ արդեն։ Երևի LinkedIn-ով կարամ ցույց տամ։ Ինքը տենց սուպեր կերպար է, շատ սուպեր։ Բայց հայա, Ամերիկայի հայա։ Ծնվել է բանում, Եգիպտոսում։ Վաղուց Ամերիկայում է, և իրա վերջի բանը, որ անում էր, ինքը կամպանիաները սարքեց ախե բան, entrepreneur այլի, երկրոր։ Հետո իրա վենչուրային ֆոնդն է ունեցել, որ ներդրումներ էր անում այդ թվում որոշ հայկական տեղերում։ Իսկ հիմա ինքը մի հատ էլ ֆոնդ ունի, որը Լիոնել Մեսսիի փողերն են, Լիոնել Մեսսիի ֆինանսավորմամբ վենչուրային ֆոնդ է։ Փորձում են տենց տարբեր ստարտափներում ներդրումներ անեն, սպորտային թեմաներով միշտ հետաքրքրված են, բայց ոչ միայն, մենակ սուպերանոթեյթում են ներդրում։ Տենց էր ինքը, բան։ Այս Վիկին է, ինքը Վիկին 2008-ից սարքել է, 2015-ին վաճառել է Rakuten-ին, Rakuten-ը ճապոնական ամենամեծ կամպանիաներից է։ Ու Rakuten-ում եղել է Վիկիի գծով շեֆ։ Հետո դառել է ինվեստոր և այս տարի հետ Ալիկ Եսայանի հետ Թիմ Տելեկոմի սկսել են Firebird-ի գործը, այսինքն իրա տենց մասշտաբը լրիվ ուրիշ է, էլի։ Հիմա խոսում է, թե ոնց գտնել $3 միլիարդ, որ այդ 40,000 GPU-ն առնեն մեր, խելար խոսակցություններ է, ու ես սաղ ինչի եմ ասում, որ ես դասը հենց այնպես չեմ տալիս էլի, որ եթե ուզում եք ես թեմաների մեջ մտնեք, պետք է այս նանոչատը իմանալ ինչ է, որ սկսեք ես նրանց հետ աշխատել, թե ինչ խնդիրների վրա, այդ ոնց որ ձեր որոշելիքն է, թե ինչ ոլորտում եք ուզում ես ամեն ինչը կիրառեք, բայց ոնց որ basics-ը էսա, պետք է կարողանաք transformer աշխատացնեք, fine-tune անեք, RPO անեք, եսեմ ինչ անեք, ձեր դատայի վրա, հիմա ես ձեզ օրինակներ ցույց տվեցի, մարդը մատերիալի վրա է արել, մի քիչ ուրիշ բան է արել, ավտորեգրեսիվ չի արել, diffusion է արել, ոնց որ կարող ավտորեգրեսիվ անել, բայց կարելի է ցանկացած ուղղության վրա, Ռազմիկը ասաց, որ Mozilla-ն ուզում է իր AI-ները սարքի, որ open լինի, որտեղ շատերի մոտ վախ կա, որ այդ ուժեղ AI-ները կենտրոնանում են OpenAI-ի, Google-ի բանի ձեռը, Mozilla-ն էլ ամեն ինչը open-ացա, այլ, ու Firefox-ը Firebird-ից է, շատ օգտավի։ մոտավորապես, բայց այդտեղ մի հատ էլ նյուանս կա, ով է Mozilla-ի CTO-ն հիմա, ճանաչում եք։ Ու գրեսի ասի, Ռաֆ, ինչ եք մտածում, այդ պատմի հասկանանք Հայաստանով կան մասնակցեն այդ պրոսեսներին, Mozilla-ի մտածած AI-ների, ինչ-որ մեկին CC արեց, չգիտեմ, մեկով շփոթ փորձենք խոսանք ետները, տեսնենք ինչ է խոսում, ես վախում եմ, մի շատ մեծ թեմա է, եթե այն է ինչը որ ասում են, եթե իրոք ուզում են մեծ AI սարքեն, դա շատ բարդ է, բայց հիմա ստեղի NVIDIA-ի օֆիսն էլ է ինչ որ ձևի ներգրավված, եթե տեսել եք 2 օր առաջ NVIDIA-ն մի հատ 30 միլիարդանոց ցանց սարքեց, չինականների որակի, բայց լրիվ open, կարեք download անեք, համը training data-ն կա, այդ ձեզ պատմել եմ, որ AI-ները լինում են 3 կատեգորիայի, լինում են լրիվ փակ, ասենք Gemini, ChatGPT, դրանք ոչ մեկ ոչ մի բանի դոստոպ չունի, մենակ կարող ես օգտվես, լինում են open weight, այսինքն այն weight-երը, որ train արել են, էդի կա, այդ interface-ից կարակ քաշեք, ասենք այդ քվայնը բանը նայել եք, չէ, իրար հետ այդ չինականները,
Սրանք ոնց որ ցանցը վերջնական կա, բայց այն կոդը ու այն դատան, որով դա ստացվել է, չկա։ Հա, մենակ այս նանոչատում ամեն ինչը կա։ Դրա համար է էսի կայֆ բան։ Բայց այս նանոչատը ուղղուր է, էլի, если տենց քվենի որակ չես տանում։ Տեսեք, ասենք հայերենը вообще ոչ մի բան չէր աշխատում։ Հիմա Nvidia-ն այս շաբաթ թողարկել է այնի նման, բայց լրիվ open, որ այս դատաներ կասենք, կոդներ կտանք, այստեղից այդ թեմաների մեջ են, ու Հայաստանի Nvidia-ի օֆիսից մի երկու հոգի նկարված են։ Իսկ ոնց որ այդ թեման է կա, որի մեջ կարելի է ներգրավել։ Բայց այս սաղ պետք է իմանալ էլի դրա համար։ Իսկ այդ օգնելը հետաքրքրությունը նորմալը քրական մասով է։ Դե open weight-ը չէ, open weight-ը պրակտիկել է շատ։ Իսկ ամենաօփնը, որ լրիվ օփնա, որ դատան է բանել, այդ դրա հիմնական օգուտը այդ է, որ տեսնես ինչ է կատարվում ու ամեն էտապը վրա կարողանաս ասել ինտերնետը ինչ-որ բան փոխել։ Այսինքն կարող ես դու customer-ը։ Հա։ Լրիվ տեսնում ես ինչ է, ու կարաս փոխես, օգտագործես, ես ինչ անես, հա, օրինակ, ասենք պատկերացրեք, ուզում ենք մի հատ AI train անենք, որի մեջ, ասենք, ընդհանրապես Հայաստանի ոչ մի բան չլինի։ Հա, դից պետք է անես ուզում։ Ասենք կարաս փորձես այդ սաղդարտան վերցնես, որով անցնես Հայաստանի մասին, ամեն ինչը չջես, նոր train անես, տեսնես ինչ կլինի։ Հա, ասենք sense բաներ, Cohen-ի բանի վրա չես, այսօր չգիտես Cohen-ը ինչ դատա է սովորել։ Բան, օրինակ ինչ որ սարքել են, հա, ու ինքն արդեն ֆրենդներ է, բան։ Մենք գիտենք առանցվածքն է, բանը սուրս, մենք նորից պետք է train-ը, չէ՞։ Հա, պետք է։ Էդի անվճար։ Չէ։ Բայց քանակություն ունենք էլի Հայաստանում, որ կարելի է ուզել։ Բազմիցս խնդրում եմ, ասում եմ, սա բան ենք ուզում անենք։ Մենք պետք է ասենք, ասենք այսքանը։ Մեկ էլ այդ վաղը ինչի առաջ Այդ կոմպանիների չի էլի, այդ ավելի բանա, ասենք, ընդհանրապես այդ open source movement-ը ինչի մասին է, ասենք, ինչի է Firefox-ը вообще ստեղծվել։ Որտեղ է սկզբերում Internet Explorer բաներ, ու ոնց որ լրիվ Microsoft-ի կոնտրոլի տակ էր սա աշխարհի ինտերնետ browsing-ը։ Ասենք, համար տվյալներ են հավաքում բանանում, դու ոնց որ ոչ մի թեքվելու տեղ չունես։ Chrome-ը ոնց որ տարօրինակ միջանկյալ վիճակ է, Chrome-ի կոդի մեծ մասը բաց է, չմա Chromium, բայց հենց Chrome-ը բաց չի, ասենք, Google Chrome-ը ինքը Chromium-ի վրա հավաքած բան է, այդ վրի շերտը արդեն proprietary է Google-ի վրա, դրա համար իրականում Chrome-ն է մեր վրա ինքը բան հավաքում, այն ամենա privacy սիրող արգելով ժողովուրդը Chrome չի օգտագործում էլ։ Համար էլի Firefox-ը բանը կան, բայց այս բերելա նաև նրան այդ Chromium-ի բացելնելը, որ հիմա լիքը բրաուզերներ են ծնվել Chromium-ի հիմքով, ու չգիտեմ, այդ իմացել եք թե չէ, Microsoft-ի Internet Explorer-ի վերջի վերսիաները էլի Chromium-ով են։ Իրանք արդեն իրաց բանը գցեցին, վերջի Chromium-ը լավն է։ Դրա վրա, այսինքն ինքը տենց, ոնց որ ասենք VS Code-ը չէ, որ open source է, հիմա կուրսոր, այսինքն այդ բոլորը VS Code-ի վրա են ստարվում։ Ոնց որ open ունենալ շատ լավ բան է, ընդհանուր առմամբ, տենց էկոսիստեմը մեկ է կարա լավ օգտվել դրանից։ Հիմա ոնց որ սրանք էլ ուզում են տենց լրիվ open AI-ի pipeline-ներ լինի, որ այդ մեծերը տենց լրիվ կոնտրոլը չպահեն իրենց ձեռքը, որը շատ դժվար է լինելու տենց, չգիտեմ, ասենք Nvidia-ն սա, բայց ով է դրանից օգտվելու էլի։ Կարևոր է ասում, որ ինչի արդեն մենք հավելեց օգտատերերի քանակը հավաքել չանք։ Որի դժվար է բանկանց ոչ թքածուն, բայց այդ նույն արգումենտը կարաս Firefox-ի մասին բերես, երբ որ Firefox-ը նոր ծնվում էր։ Չէ, այսինքն այդ մարդիկ կարացել են մի անգամ այդ ինչ-որ տոկոս վերցնել շուկայի էլի բացկով։ Բայց ես սիրում եմ Firefox-ին եմ անցել, ես շատ եմ Firefox-ը, շատ
Ասենք մարդիկ կարացել են ինչ-որ ժամանակ, ինչ-որ տարիներ, արդեն իհարկե քրոմը համահանել է լրիվ։ Հետ գնանք։ Այս Internet Explorer-ն է, այս Firefox-ը։ Տեսեք մարդիկ ուշ սկսելով Internet Explorer-ից եկել հասել են իրենց 30%-ին էլի։ Հետո Chrome-ը ցավին կերավ։ Այսօր երևի Safari-ն է։ Դժվար հարց է տան։ Chrome-ը լավն է, շատ արագ է update-ը։ Ինձ որտեղ ժամանակ ես առաջին ստացանք մենակ Firefox-ը գրել, բայց հետո չգիտեմ ինչ եղավ, ավելի գարնել, չեմ հիշում ոչերը, երեքանասնը, ինձ շվեա, ավելի սստալներ։ Ես Google-ը եպտարում, որպես learning user function արուսան, մեդերը ինձ միշտ ասում եմ յատեսել ես։ Բայց ես ուրիշ բանակ որ Google-ը քեզ ամենի պատմում ֆունկցիոնալ ջվեյլը հաստատ խորհրդին է Իրականում ինքնին չի, լավ էլ աշխատում ամեն ինչի դել, բայց օրինակ ինձ թվում է առաջին browser-ը, որ սենց tab ես բացում ունի բան գրում ես սրճանում, դա Chrome-ն էր, ինչև այդ ոչ մեկ չէր ֆայմը, որ այստեղ կարաս հասցեից բացի, ասենք սենց մանուր բաներով ինձ թվում է գրավեցին են, բայց նաև շատ արագ էին update անում, ամիսը մեկ նոր վերսիա էր դուրս գալի, անընդհատ լավաստուն, շատ ավելի ուժեղ էին էլ execution, հիմա նկատել եք կուրսորը եթե օգտագործում եք, ասենք շաբաթը երկու հատ update է գալի, դել է կայֆ է, VS Code-ի վրա է, Ես կոդում եմ։ Խոսքով ես էլ այդ ասպեկտ է, հիմա են վիդեոից բանից ինչ-որ հարցում եք, ես ուզում եմ այդ GRPO-ով, GRPO-ից էլ կարծեմ ունեիք հարց, հա? Միջանկյալին տես բաներ եմ ուզում, սրա ինչ-որ կտորներ հասկանալ, ինչ-որ նենց հարցեր պիտի սարքեմ, չեմ մտածել լիդրգիտ հարցերը, բայց նենց բան պիտի սարքեմ, որ համոզում եմ, որ GRPO-ն հասկացել եք ու SFT-ն եք հասկացել, այսինքն ոնց որ գիտեք դրանք կոնստրույն ունել, այդ կոդը կարաք բացատրեք, Ձեր համար կա տարբերություն ինչ-որ։ Եթե ծավալում եք քանում, Հա, կարող ուշ տնենք։ Okay, եկեք մի շաբաթ քննարկենք։ Այս շաբաթ կենտրոնվում ենք միջանկյալի վրա։ Ինձ թվում է ֆորմատով նման կլինի նախորդին, այսինքն մի մասը կոդ, մի մասը տենց ստով ու տրանսֆորմերի ստրուկտուրաների detention, այդ ամեն ինչ որ նայենք, այդի կարևոր է։ Ինչի որ դրանից Չէ, սկսել։ Ըստ ումա Wavenet-ը բան էինք արել, նայել ենք, բայց չէինք դրել հարցերը, բայց ինձ թվում է այս սրանցից կլինի։ Ինձ պետք է համոզվել, որ դուք attention-ը վիդեո հասկանաք, ասենք կան հարցեր դնեմ, ինչ-որ պարամետրի քանակը հասկանանք, ոնց է կախված դեյս բանի ընդունությունից, քանի գործողություն է արվում, ինչա, որտեղ մենք այնտեղ մատրիցների բազմախախտումներ կան։ Ոնց է ստարին այդպես բաներ են տվել, ոնց որ կոդը տալիս եմ attention-ի ու ասում եմ, ոնց որ բանաձև դուրս բերեք, թե քանի գործողություն է կատարվում։
ասենք եթե ունես L layer, H dimension, ու ասենք C token, չէ, այդ context size-ը։ Ասենք ընդեղ նաև մի քանի հատ մատրիցների բազա պատկում կա, մատրիցների բազա պատկում ենք n խորանարդը, հա, ասենք։ Եթե n անգամ n բազա պատկում ենք n անգամ n-ով, մատրիցների բազա պատման complexity-ն n խորանարդ է կա, հաշվեք ինչքան ապրում հասկանանք, թե օրինակ երկու անգամ hidden size-ը մեծացնելով computation-ը քանի անգամ կշատանա։ Ասենց ասել է իրանց այս տարիդերը։ Այս բան կարելի է անել tension-ի մասով ու մի բանը GRPO-ով, որ այդ tuning-moning-ները անեք։ Կարելի է դաժե ինչ-որ Սա, գնացինք, հա։ Կարող հնարավոր է Եկեք ժամ տնենք, բայց օֆլայն էլի։ Չէ, գանք, ֆիզիկապես գանք։ Հա։ Կարող չորեք շապի Թավեցում։ ամսի 23-ին երեկորանքների։ 23-ին ես մինչև 6:30 կարամ, հետո չեմ կարամ։ Չորեքշաբթին ավելի ուշ էլ կարամ։ Չորեքշաբթի օրինակ 6:30-ին։ Հա, բանալ շտում։ Գիտեք չորեքշաբթի 6:30 ֆիքսենք, ֆիքսենք։ 7-ին։ 7-ին։ Okay. Շատ լավ։ Ուրեմն նախ ուզում եմ ձեզ ցույց տամ ինչ է կատարվում հիմա համալսարանում, ինչի ենք այսքան խառը։ Բայց ես upload չի անում, որ ցույց տամ։ Չի upload չես անում։ Նանդա։ If-ով։ Լավ։ Ահա։ Այս է սիստեմ։ Ես ձեզ մի հատ վիդեոյի տվել, չէ՞ որ նայեք։ Այդ վիդեոյում ասում էր, որ եթե ունենաք 8 հատ հաշվարով, դրա վրա կարելի է train անել nano chat-ը։ Եկեք էդի nano chat-ը մեկ գտնենք։ Chat։ Տեսեք, ասում է, որ nano chat train անելու համար կարող եք վերցնել 32 խորության, հա, transformer-ի layer-ները հիշում եք, չէ՞, որ սա attention-ներ այն գտնում։ Դրանցից եթե 32 հատ եք դնում, այնտեղ մյուս պարամետրերն էլ է կարևոր, բանի չափը, ներումների քանակը ամեն token-ի համար։ Չէ՞, այդ hidden size կոչվածը, հետո էլի այնտեղ header-ի քանակ կար attention, հիշում եք այն հաշվը։ Այդ սա կարևոր է, բայց ոնց որ կարաք համարեք, որ այդ ամեն ինչը ինչ-որ իմաստով համաչափ է մեծանում։ Այսինքն եթե ասենք էսի 32 layer-ը, այնի այնքանը, այնի այնքանը, եթե էսի 8 layer-ը, ոնց որ config-ներ կա ստանդարտ էլի, որ այդքան էլ լավ մտածված չեն դրանք, ասենք Google-ում փորձել են, որ լավ բարի գրել են, հա, ինչ որ տեսություն չկա էլի, որ եթե այսքան layer-ը hidden size-ը պետք է այսքան։
Բայց ինչ-որ ստանդարտներ կան։ Հիմա ստեղ որ գրած է, ասենք թե D32, դեմ depth-ն է, հա, 32 լեյերանի տրանսֆորմերը գումարային ստացվում է 1.9 միլիարդ պարամետր, դրա կոնտեքստը հիշում եք, այդ պարամետրերի չափերը, ասենք GPT-3-ը 170 միլիարդ էր, այն ինչ-որ մենք, ասենք, մեր լաբում անում ենք, մի միլիարդ, 5 միլիարդ, 2 միլիարդ ունենք, հա, 1.3, այսինքն այդտենց ոնց որ մեր քաշային կատեգորիայի ցանց է, հա, ու դրա աշխատանքը, ասում է, այստեղ կարաք մտնեք նայեք, հա, ասենք չգիտեմ, հայերը տեսնես գիտի, չգիտի եմ, հա, հայտորեն հայերը հանկապարել են խոսում։ Այդ չի վերածվում, նույն բանից ոնց։ Հա, կրկնում է բանեսի, տենց հալյուցինացիայի կլասիկ բանավորենք, ասենք լուփի մեջ են գնում, ապտացած հավանականությունները ֆռալելի, հա, ինչ-որ բան ասում, հետո դիմը, հետո մեծ, հետո միշտ այա, հետո չնայած այդ ակնհայտ է, որ իմ գրածին է condition եղել, չէ։ Սա մայրաքաղաք Ասենք անգլերեն ապա գիտի։ Հիմա այս AI-ը սարքելու համար այս կոդը, որը ես ուզում եմ որ դուք սովորեք ու դրա հետ կապված եմ ուզում սարքեմ իջանկյալը, այս կոդը այդ սաղ train-ան, հա դրա մասին խոսեցինք անցած անգամ ես որ ստեղ էի խոսել ենք pre-training, SFT, չէ, այդ փուլերից եւ ձեզ թողել էի GRP-ում նայեք, որը էսի արդեն անցել է, հա, այս ինչ որ ստեղ տեսնում եք, դա էլ անցել։ Հիմա այս սաղ անելու համար այս մասշտաբում խորհրդատրվում օգտագործել 8 հատ հաշվարով։ Հաշվարը մի հատ GPU-ի տեսական։ Ու ասում է 8 հատ հաշվարի վրա այս ամբողջ տրեյնինգը տևել է 33 ժամ։ Okay։ Հիմա այս 33 ժամը ասում է մոտավորապես $800 նստելու։ Ինչի, որովհետև եթե cloud-ից վարձեք այս կոմպերը, հիմա ասենք եթե գնաք Nebius, հա Nebius-ը տենց էժանոտ cloud է։ Compute։ Մեզ պետք է հաշվարով։ Գները բան։ Գնեմ, ասեք եմ այդ pricing-ը երևի գնամ։ Տեսեք, եսի ասում է $2, բայց մի քիչ խափում է, որովհետև այս այն գինն է, որ եթե commit ես անում, որ մի 100 հատ վերցնելու ես։ Այսի ոնց որ մեծացախն է։ Իսկ ժամով գինը, որ սենց պրոստը հիմա միացնենք, 2.95 է։ Հա? Հիմա այս 2.95-ը, եթե 8 հատ ենք վերցնում և 33 ժամ, Nebius-ի գներով $750 այդ էր գրած էլի։ Հա? Հիմա այստեղ դուք տեսնում եք 8 հատ կոմպ։ Այս սրանցից ամեն մեկի մեջ 8 հատ հաշվավոր կա։ Ու այսի այսօր տեղադրում է։ Հիմա այսի այսօր եմ նկարը։ EPH-ի տակը։ Այսինքն մենք մի շաբաթից երևի կունենանք 64 հատ հաշվավոր։ Այսինքն ձեր կիսամյակը բրծնում է, տեսենք մյուս տարվա ուսանողներին կարելի է փորձել տալ էլի։ Չգիտեմ ինչքան զբաղված կլինեն, կարելի է ձեզ չգիտեմ հունվարին ուղղակի։ Հələ այդքան լավ կարգավորած կարող է չլինի էլի, որ հեշտ էլ գցես access-ը։ Նայեք, արժեքը սենց է։ Առանձին վերցրած մի հատը $400,000 են վաղտի մոտ էժան ասած կլինի, որտեղ հիմա տեսեք արդեն ուրիշները կան էլի, այստեղ տեսակ չէ։ Սրանք որ գալիս են, հները մի քիչ էժանանում են։ Մենք այս սրանք առել ենք անցած տարվա կեսերին։
Համար այդ կարգի երկին է, բայց ավելի շատ ենք վճարել, որտեղ այս մենակ սրանք չի, այս վանակներն է, պետք է ինչ-որ բաներ լծվի, ու այս սաղ իրար հետ ավելի թանկ է վաճառվում։ Ոնց որ ինքը մի հատ մեծ սուպեր կոմպյուտեր է վաճառվում, ոչ թե առանձին կոմպեր։ Ու ահագին թանկ է նստել, սաղ իրար հետ 7 միլիոն է նստել։ Ու դոլար։ Ու ոնց որ լավ կլներ կարողանայինք ավելի էժան, բայց ոնց որ այդ պետական տենդերներում չես կարող բանակցես էլի, ոնց որ մրցույթ ես անում, ամենաէժանը հաղթում է, այդ մի հոգի է մասնակցում, ինչ թիվ ուզում գրում է։ Ես հա փորձեցին հենց անել, որ երկու կամպանիա մասնակցի, որ իրար հետ անանան, իջացնեն, որտեղ այնտեղ աուկցիոնի նման բան կա, եթե կարաս։ Բայց այդ երկրորդ կամպանիան չկարացավ դրա հավաքի մասնակցի, շատ է չի։ Մենակ մեկը մասնակցեց ու 7 միլիոնից մի քիչ էժան է, 6-8 միլիոն է արդեն ինչ։ Բայց ինձ թվում է գոնե 6 քիչներ էլի, որ լավ մասնակցություն լիներ։ Իսկ երբ որ մի քիչ մեծ ես առնում, շատ ես առնում, բան կարելի է ավելի իջացնել։ Իրականում սրա գինը ինձ թվում է այդպես շատ մաքուր, երևի 4 միլիոն է էլի եղել են վաղտոց թե 6-8։ Բայց ասենք իրանցից որ գին առաջարկ ես ուզում, ինչ արժի, ասում են 7-7.5 թվեր էին ասում։ Ես գիտեի, որ ասենք ով ուզում է այդպես լավ բանակցի, կարող է գին ահագին գցի էլի։ Ուղղակի ասենք բան են անում, Հայաստան ուրիշ ոչ մեկ չի բերի, այդպես մոնոպոլիստ էին խաղում էլի։ Օրինակ հիմա այդ կոմերցիոն բանը, այդ Firebird-ը բանը, որ առնում են, իրանց վրա ավելի էժան է նստում էլի միջին իրանքը։ Որտեղ այնտեղ գնում շատ ինտենսիվ կրկսվում են իրար տարբեր պրովայդերներ, այդպես ամեն շատ մեծ քանակ կա։ Հա հիմա այս 64-ը որ այստեղ նայեք այսքանը մի կոմպ է, մի հատ կոմպ է, այսքանը։ Այդ կոմպի ներսում GPU-ները։ Իրանք դրսից չեն երևում, բայց կարող են մի հատ նկարել մի որտեղ Երևան, որտեղ այսօր այս անտերը շատ ծանր է ժողովուրդ, այս մի կոմպը տոլի 170 կիլոյի է տոլի ինչ է, տենց դժվար է բերել դնել էլի, դրա համար մեջից մի կտորը հանել, այսպես շարքելով բան է դրա, հարցրել ներողություն, արյա, դակ, այդ ծանրությունը հեշտ բերելու համար, մեջից մի հատ այսրանց ամեն ինչը քանդով հավաքով է շատ հեշտ է սարքացել, որ կարնաս, ասենք այսքանը հանես, հետո այսքանը հանես, բան, ու տեսա, որ կեսը մեջից մի բան հանել էին, հետո հետի առանձին բերում դնում էին, ու այս սրանք GPU-ներն են, այստեղ արդեն 4-ն է երևում, բայց այն 4 հատը հետևն է էլի, ոնց որ 8 հատ ասենց։ Ինչ մեծ է։ Չէ, սրանք եկան բան են։ Այս հարցերեցի նկարեմ, որ GPU-ները տեսնեմ։ Այսինքն այսի հանում էին, այն բնացածը բերում էին, հետո այսի բերում էին մեջ էլի, որ ամեն մեկը տենց մի, չգիտեմ, 100 կիլոն չանցնի,
էլի ծանր տես 4-ով դժվար ենք բերում։ Հիմա տեսեք, $40,000 եթե մի հատ առանձին GPU վերցնես, այդ 40,000 կլինի։ Հիմա եթե 8 հատ ես վերցնում, այդ տեղավ 320, բայց ինքը կոմպի մեջ մենակ GPU չի։ Ու իրականում 40 չի նստում էլի իրանց վրա այդ էլ ես խնդրում։ Nvidia-ն ընդհանրապես աշխատում է մի 80% մարժայով, բայց даже Nvidia-ի հիմնը վերջում 40,000 չի լինում, էլի դա ինչ-որ շատ բան գինը։ Ու այս կոմպերը այսպես ցելոֆանի մեջ դրած էին մի տարի, էլի, անցած տարի դեկտեմբերից դա դրած է։ Նոր այսօր բացել են, որտեղ այս սենյակը չկար, որտեղ տեղադրեին, էլի։ Այս սենյակում պետքա հովացում, պետքա բան, հա։ Պետք է սուս տամ ձեզ։ Ես գցել եմ տելեգրամներում, չգիտեմ նայում եք։ Կա Facebook-ով էի տեսա դրել, հա։ Հետի տենց սենյակ են սարքել, որտեղ դրվում են այդ ռեքերը։ Հա, հեսա է, սրանք փորձեմ ես ձեզ upload անեմ նորով։ Ինչ հա։ Հիմա այս մեջտեղը պետք է միացնեն մյուս կոմպերը, որտեղ գիտեք ոնց այդ սուպեր կոմպը աշխատում, ինքը ունի այս հաշվողական կոմպեր, բայց ոնց որ մենք ուղիղ սրանք չպետք է գտնենք։ Մեջտեղը դրվում է ուրիշ կոմպ, որին այս sage-ով կպնում ենք, ու տեղից արդեն հանձնարարություն տալիս ենք սրանց։ Ու հետո դրվում է storage-ի կոմպեր, այստեղ կոմպեր, որոնք մեջը դիսկ են դիք։ Այսինքն մենակ հաշվիչներն են։ Այսինքն մենակ հաշվիչներն են։ Իրականում սրանց մեջ էլ կա լիքը storage, բայց բացի սրանից, այս մեջտեղը լինելու է 600 TB-ի չափ storage, ու մի քանի հատ կոմպ, որոնք տենց այսպես կոչված management կոմպեր են, որ գտնում ես, որ դրանցով ես սրանք կառավարես։ Ու լիքը ցանցային բաներ կա, որտեղ այս կոմպերը իրար կգտնեն, switch-երը այդպես ահավոր թանկ, դրանք էլ են էլի հորգներ։ Ասենք կարող մի switch-ը էլի $50,000, որոնք գերարագ switch-եր են, որ հնարավոր է լինի, տեսեք, մենք խոսում ենք 8 GPU, չէ՞, միաժամանակ օգտագործելու մասին։ Այդ 8 GPU-ն մի կոմպի մեջ է։ Դրա համար կարիք չկա switch-երի։ Բայց եթե ուզում ես ավելի մեծ բան train անես, կամ այս նույն բանը ուզում ես արագ train անես, կարելի է ոչ թե 8 GPU օգտագործել, այլ օրինակ բոլոր 64։ Ու 64 օգտագործելու համար պետք է իրանք իրար հետ խոսան։ Հիմա եթե մենք ասում ենք 8 GPU-ով 30։ Հիմա եթե մենք 16 GPU-ով վերցնենք, այդ համակարգը որակը փոխվի, հա։ Լավ հարց է։ Պրինցիպի կարելի է ցանել, որ չփոխվի, որտեղ այդ նայեք կա byte size-ը բարձ, հիշում եք։ Հիմա ամեն GPU-ի վրա ինչ որ byte size-ը տեղավորվում։ Մենք ենթադրենք մի GPU-ի վրա 32 byte size-ը։ Հիմա եթե 8 GPU-ի է, մենք այն դասին, որ մեր սենյակում խոսում ենք, ձեզ պատմում է այդ DDP-ն, չէ՞, որ ոնց է parallel train-ը։ Այդ դեպքում ամեն GPU-ն իր 32-ը հաշվում, հա։ Գրադիենտները update չեն լինում, մի հատ գումարվում են իրար, նոր են update-ելում։ Ստացվում է, որ փաստացի byte size-ը եղավ 32 անգամ 8։ Հիմա եթե եւս 8 հատ էլ կոմպ կա,
ամեն մեկը կարա իրա բաչերը ունենա, կլինի 32 անգամ 8 անգամ մի հատ 8։ Այսինքն byte size-ը ես կարող եմ լավ մեծացնել հաստատի byte size-ը։ Բայց այդ byte size-ով update անելու համար պետք է ամեն մեկը գրադիենտները ոչ միայն SRA GPU-ները իրար մեջ տան, այլև կոմպերը իրար պետք է տան։ Այդ դրա համար այդ ցանցը պետք, այդ թանկ ցանցի իմաստը է դա։ Իրար հետ խոսան։ Այդ եթե կարող ես կազմակերպել, մենք հենց դրա փորձ չունենք, որտեղ երբեք չենք ունեցել այդպես ցանցով կպած երկու հատ նույն կոմպից, որ միաժամանակ տրին անենք։ Այդ պետք է տեսնենք, բայց կարծեմ PyTorch-ում չէ՞ բան ավել ես գրում մնում, այլ պետք է որ շատ հեշտ է։ Այդ դեպքում արդեն այդ գրադիենտները ամեն մի GPU-ը իրանը հաշվում է ու իրար բոլորին 10 են տալիս, կամ չգիտեմ բոլորը 1-ին են տալիս, ասի գումարում է, այդ բոլորին հետա տալի։ Այդ դրա համար ոնց է մի կոմպի մեջ GPU-ները իրար մեջի կապերով են, բայց կոմպից կոմպ GPU-ները արդեն network-ով են ելնել։ Այդ network-ի switch-երը էլի ես մեջտեղ պետք է դնեմ։ Այդ switch-երը նաև կպնելու են storage-ին, որ եթե պետք է GPU-ն կարողանա շատ արագ կարդա storage-ի դիսկից դատան։ Այսինքն այդ դատան դիսկից այսինքն որ Activation, function-ը էլի activation-ի թվերը, հա, այս նեյրոնի արժեքները։ Իսկ այդ դիսկի range տալը։ Այ օրինակ հիմա մենք միջև հիմա ինչ արել ենք, եղել է բան չէ, անուններ։ Այդ դատաբազը լինի, չէ, հա։ Ոնց որ այդպես բանա, որ մեր դեպքում դաժե այտենց կարդացել ենք, գցել ենք RAM-ի մեջ, մոռացել ենք, չէ, որտեղ շատ փոքր էր։ Բայց եթե ասենք 10 տերաբայթ նկարա, չես կարող սա RAM-ի մեջ պահես, պետք է դիսկից կարդաս բարբերալ։ Դրա համար պետք է storage-ն արագ ասես, որ այդ դրա վրա չկանգնի, դրա վրա ժամանակ չկորի։ Այդ դրանք հենց լավ չեմ հասկանում ոնց ենք անելու, որտեղ մեր սովոր սիստեմը ոնց որ այդքան էլ արդյունավետ չի համարվում, ստեղ իրար բանն է խորհուրդ տալի, բայց հուսով եմ իրանք настройки կանեն հասկանանք էլի։ Այսօր տեսակ մասնագետ աշխատում, ասենք ես data center սարքել է, սա ստեղեցին, բայց ես ինչ էր մեկը հողացում եմ, մասնագետը մեկ չգիտեմ, չի մեկ չգիտեմ ինչ։ Հիմա կոմպերը դնելու համար այս կոմպ արտադրողն է եկել։ Հա, ինքը նայում է, որ ջի դնեն, միացնեն եւ այլ, բայց հետո օրինակ այդ storage-ի настройки-ն պետք է VPN-ով դες գտնեն, այդ բրամ արդը չի եկել։ Համար այսօր մեզնից VPN էին ուզում, որ իրանք դրսից գտնեն ու դրսից настройки անեն այդ storage-ի մեզ հարցնում էին, ոնց եք ուզում настройки անենք, հա, ինչ հարցեր էին տալի։ Մոտավորապես իրար հասկացանք։ Կանենք այդ միացումները բանը իրանք ինչ-որ գայդեր ունեն, իրենց մասնագետը գալի անում է, որտեղ իրենց պատասխանատվության տակ է, այսինքն ինչ չի, որ մենք բան ենք անելու էլի։ Так, հիմա data center-ը։ Այս data center-ի հողացման համակարգի դրսի մասն է chiller-ներն են, որոնք մի քիչ վաղ կա, որ կարող է շուխուր անեն։ Հիմա ոնց որ շատ չեն անում, հատկապես ձմեռը, տենց ես ինչ չեն անում, տենց թույլ են շատ աշխատում։ Բայց ամառը կարող է մի քիչ շուխուր լինի, հետաքրքիր է, թե ասենք մայիսից դեռ դասերին կխանգարի, թե չէ, հետաքրքիր հարց է։ Այս սրանցով այդ տաք ջուրը անտիֆրիզով խառը գալի մտնում է chiller, սառում հետա գնում։ Հետա գնում այս ներքևի հարկը, որտեղ սենց ինչ-որ տրուբեք են, բալոններ են, եսիմ ինչեր են, որոնք այդ ջրի հոսքն են կարգավորում, ինչքան է պետք վրա, ճնշում են կարգավորում։ Այսի UPS-ների սենյակն են, ստեղ հետո մի հատ է նկարկա, այս հետ անխապան սնուցումն է, որ հոսանքները ստեղով անցնում, որ հոսանքի տատանում, ջատվել այդպես բաներ որ լինի, չազդի կոմպերի վրա։ Այսի մինչև կոմպերը դնելը, տեսեք ինչ էին անում, կալարիֆերներ են միացրել, որ տաքոտ փչի,
ահավոր ուժեղ, որ տեսնեն հողացումը աշխատում է թե չէ։ Հիմա երեք է դրանք արեցին, այսօր արդեն կոմպը միացնում են։ Այս հակահրդեհային, այս այդ հոսանքի լարերն այդ UPS-ներից, այս վերևի բաներով գալիս է ու ամեն այս պահարանի մեջ մտնում է ինչ-որ քանակի լար։ Այսի պահարանի հետևի դուռն է, որը հողացման սիստեմն է։ Այսինքն այդ կոմպերը, որ տաքոթը փչում է, աշխատելուց լիքը տաքոթ է գեներացնում։ Այդ տաքոթը ստեղ ու այս սրանց մեջ է այն հեղուկը, որը պետք է տաքանա ու գնա դուրս։ Այստեղից էսի հենց կպածա դռան է, դռից իջնում է ներքև, գետնի տակով իջնում է ներքևի հա ու սպառում գնում է դուրս։ Այսի այդ դուռն է դրսի կողմից, այսինքն այս ինչ որ տեսնում եք, այս ոնց որ ներսի կողմն է, հա, սենց այս անունքում կոմպն է դրվում, կոմպի դիմաց այս դրվում։ Այդ դրա հետևը այս սրանք են, սենց վենտիլյատորներ են, որոնք այդ օդը պետք է իջացնեն ներքև, տաքոթը այդ արդեն բանի մեջ։ Այսի UPS-ն է։ Просто банально, мишно сорт հետագալիս է սենյակ։ Հա։ Ակլոթի շարժարարումների ինքնին։ Այդ տաքոթը տաքացնում է այդ ջուրը իջնում գալիս է այդպիսի չիլերի մեջ, ինչ-որ բան է երացնում, ու տենց անում է դուրս էլի տաքացնում։ Ինքը սառնում է, սառացած հետագնում։ Այս պահին այդ փորձարկման ժամանակ 143 կիլովատ կալորիֆեր էր միացած, հա, ըստ հոսանքի բանի վրա երևում է ինչքան հոսանք է այդ պահին ծախսվում։ Այս դատա ցենտրը մինչև 300 կիլովատ ունի, այսինքն իսկ կոմպը օգտագործել է մոտ 120, ու եւ եղած կոմպերը, որ մենք հիմա օգտագործում ենք, հետո տենց գումարային կարող է 150 դառնա, այլ իրենք այդ 150-ը տեստեին։ Իսկ այն ինչը հիմա կա, սրանց հետ ինչ-որ կապ ունի։ Բերելու ենք դնենք այս կողքիններում, այս մեծ կոմպը տեսակ էս 3-ն է զբաղացնում, բայց ընդ լիքը պահարան կա ազատ։ Ինչ որ հիմա կա, կբերենք այդ սպիտակները մշանենք։ Իսկ ինչ ու հələ հագին կմնա։ Իրար հետ կաշխատեն, բայց ոչ այնքան լավ, ինչքան այս սրանք իրար մեջ։ Նրա վրա ոչ չի։ Նրա վրա մի հատ կոմպ ունենք սրան շատ նման, այսինքն 8 հատ հաշարով։ Մի հատ ունենք 8 հատ ահարով, հինսեր։ Սրանց մի քիչ փոքր է, ասենք, սրանի 70%-ն է։ Այսինքն կարող համարեք 2 հատ սենց բան ունենք։ Տանենք կմցնենք։ Իսկ մոտաբար ինչ չէ վայրը։ Թողես շոտ ոսել։ Այսինքն հենց արած, որ սենյակում մնա սենյակային 25 աշճան, բայց շատ արագ կարա ասենք այդ հովացումը մի պահ չլինի, սրանք միացած լինեն։ Իրանք ներքին հովացապետին։ Կոմպերը իրանց բանը փչում են։ Եթե հովացում այլ ինքը իր տաքությունը հանում է դուրս։ Հիմա որ հանում է դուրս, պետք է մեկը տաքությունը վերցնի մի բան անի, էլի։ Հա։ Իսկ ես այս ընթացքում Ամերիկայում այս կոնֆերանսին էի, որը կոչվում է NeurIPS, այդ ոնց որ AI-ի հիմնական կոնֆերանսն է։ Ատած 3 շատ մեծ կոնֆերանս կա AI-ի, մեկը NeurIPS-ն է, մյուսը ICLR-ն է, մյուսը ICML-ն է։ Սան Դիեգոյում էր, այս անգամ ինչ-որ զուգահեռ մի հատ էլ Մեքսիկայում էին անում,
նրանց համար ովքեր Ամերիկայի վիզա չեն կարող ստանալ, պրոբլեմ հիմա չէ, բայց մեկը Սան Դիեգոյում գրանցվել էր 29,000 մարդ, ինձ թվում է տենց մի 25-26,000 եկել էր, ահավոր մեծ էր, տանահի կոնֆերանս էր, շատ հետացուցիչ, կոնֆերանսում կան 3 օր կոնֆերանսն է, ինչ-որ մի քանի հիմնական զեկույցներ են, հետո տենց ինչ-որ կարճ զեկույցներ ու լիքը պոստերներ, պոստերը պատկերացնում եք, չէ, այսպես բաներ են, պատին գծերած ու ասենք 6 սեսիա էր, 3 օր, օրը 2 սեսիա, ռոբոտիկում, ամեն սեսիայում երևի մի քանի 100 պոստեր, ահավոր էր այդ սաղ նայել, հա, հիմա այդ հիմնական կոնֆերանսում մենք հոդված չունեինք, դա դժվարատար մտնելը, բայց մի հատ հոդված Հայաստանից կար, ֆիզիկայի ինստիտուտից բողոքի, մի հատ հոդված էին գրել, ու այդ տղուն վիզան չէին տվել, դրա համար ես էի տարել այդ պոստերը իրանց, ահավոր էր, տեքստն ժորժորներ դի, ու տենց տեսականոտ բաներ էլի, տենց ինչ-որ տեսական machine learning-ի մի հատ արդյունք էր, չեմ գտնելու բան, ինչ-որ բաներ եմ նկարել էի, բայց քան հետաքրքիր չի երևի, Հայաստանից ոչ մի հատ պոստեր կար, իսկ հետո այդ 3 օրից հետո 2 օր workshop-ներ են, workshop-ը ոնց որ ավելի փոքր մինի կոնֆերանսիկներ լինի, ու լիքը էլի մի 40-50 հատ, տենց թեմատիկ արդեն, շատ ավելի նեղ թեմաներով, այդտեղ օրինակ ես մի հատ բան ներկայացնում էի, ես ներկայացնում էի մեր այդ ռոբոտ դրոն քշող AI-ը, որը տենց հələ շատ լավ չի աշխատում, մեղմ ասած, բայց ինչ-որ արդյունք կա այդ workshop-ներում, օքեյ է այդպես բաներ ցույց տալ էլի, հələ իդեալական չի, բայց ինչ-որ արժեք ունի, իսկ մեկ այլ workshop-ում, որը կլիմայի հետ էր կապված, Արեգին էր խոսում, Արեգին չգիտեմ ճանաչում եք, մեկ գալիս է մեր լավ, ինքը Էմիրատներում աշխատում, Նյու Յորքի ունիվերսիտի Աբու Դաբի, ու մի հատ հոդված ուներ, որտեղ տեսնում կա մի հատ adekvat slide, չկա, փորձում էին ինչ-որ սիմուլյատորներ կան, որոնցով կարաս հաշվես, թե այս քաղաքի վրա, ասենք, եթե օվկիանոսի մակարդակը 5 մետր բարձրանա, քաղաքի որ մասը ջրհեղեղ կլինի, այդ սիմուլյատորը, բայց, ասենք, մի օր տևում է, մինչև աշխատում է, ու եթե ուզում ես մտածես, օրինակ, օվկիանոսի մոտ որտեղ պատեր սարքեն, որ քիչ վնաս տան քաղաքին, ասենք, միած տեղ ես պատ դնում, միած տեղ մի հատ ընդեղ, էլի սիմուլյացիան 2 օր տևում է, շատ դժվար է, դրա համար ինքը ոնց որ տենց 100 հատ սիմուլյացիա արել էին իրենց համալսարանում, ինքը դրա վրա AI սարքել, որ հետո պատերի տեղերը փոխես, ինքը արդեն շատ արագ AI-ը ասի էլի, ոնց որ 100 կոմբինացիաների պատերի վրա սովորել էր, սրանց վրա աշխատում էր։ Հա, այդ սիմուլյացիայի ֆիզիկա հաշվում է։ Հա, սիմուլյացիան ֆիզիկա է հաշվում։ Այս չորը ինչ կլինի ռելիեֆ նադրում է սիմուլյացիա, ինչ ցածավանքանից։ Ու այս հետո Աբու Դաբին է, Սան Ֆրանցիսկոն է, Աբու Դաբիի վրա թրեյն անելուց հետո, ինչ որ կտորի վրա տեստ են անում, այսի ցածարի սխալանք է, էլի թե միջինում ինչ որ քանի մետր է երևի սխալանք, գիտեմ։ Չէր չափանիշը, ծաղագի լավ բան ստացվել էր, էլի հիմնական նյուրիվս չէր, այդ կլիմայի workshop-ում էր պատմում։ Այստեղ լիքը հետաքրքիր բաներ էին պատմում, ես ուզում եմ ինչ-որ բաներ ցույց տամ, էսի գյուղատնտեսական դատա էր մեկը ահագին հավաքել, հետ էր գովազդում, որ կարաք մտնեք օգտագործեք, գիտեք ինչ է, Սպուտնիկի նկարների վրա նշած է, թե դաշտերը որոնք են։
Այդ առանձին պարզ խնդիր է, եթե ուզում ես այս տարածքի գյուղատնտեսության վիճակը հասկանալ։ Առաջի հերթին պետք է մի հատ դաշտերի բաժանես, հետո ամեն դաշտի մեջ մտածես, ասենք, չգիտեմ, կարաս գնահատես, թե ինչ են ցանը, ինչ վիճակում է, լավ է ջրած թե չէ, բայց ամենապարզ հարցը այն է, թե որն է դաշտը, դաշտի սահմանները։ Այս սրանք այտենց դատասետ են սարքել 76,000 դաշտա 24 երկրից ու այդ դատասետն էին գովազդում։ Ինչ-որ մարդիկ նշում են կամ ձերով, կամ գիտեք ինչ կարան օրինակ կարան ասենք Ամերիկայում այդ ինֆորմացիան ասենք կադաստրը ունի։ Ոնց է պարտադիր ձեռով գցես էլի կարաս կադաստրից վերցնես ու դնես այս նկարների վրա կլինի դատա էլի արդեն չէ ոնց որ այս նկարն է այսի կադաստրից եկած ուղղանկյունը եռանկյունը ինչ-որ է ու էդի տալիս է արդեն AI-ին որ AI-ը էդի սովորի այսինքն ինպուտում նկարից այդ բազմանկյունը կարանա դուրս բերի որ հետո ուրիշ դաշտերի վրա ուրիշ ռեգիոններում բանում կարանաս աշխատացնես ես որ իտալիներում էի աշխատում այդ պրոբլեմը կար էլի կինո էր երբ ֆերմերը այդ սավ ուներ ֆերմերից վերցնում էինք բայց եթե ուզում էիր ամբողջ ասենք նահանգի ստատիստիկան հավաքես այդ արդեն չէր աշխատում էլի որտեղ բոլոր ֆերմերները չէին որ քեզ տալիս էին գնում էին ինչ-որ էլի պետական տենց կադաստրոնոման ինչ-որ տեղերից ինչ-որ բաներ վերցնում էին բայց այդ ինքանը ճիշտ չէր կինո էր մի հատ հիմա դրա շատ լավ դատա կա այսինքն այս հրավեր որ սովորեն ըստ երևույթին արդեն էլ հարց չի լինի ու Jupyter նոթբուքներ բաներ ամեն ինչ տվել էին էլի որ կարաս հետը խաղաս ու ասում էր օրինակ է դրանով կարաս փորձես հաշվես ենթադրենք Բրազիլիայում որտեղ ինչքան դաշտ է առաջացել ու տենց հաշվես ինչքան անտառ են կտրել որտեղ այդ դաշտերը անտառի տեղն են էլի Mēs այդ կլիմայի թեմաներն էր եկեք մի քիչ օրիգինալ կոնֆերանսը ցույց տամ տեսնում ոնց որ իմ workshop-ի օրն էր որտեղ լիքը լավ բաներ են եղել Այսի բանն էր մի հատ շատ հայտնի գիտնական կա Max Welling այն off-knowing order բանի մասին մենք ձեր հետ երևի չենք խոսել այդ դրա սա ինքնավորին եք սպասեք կարող եմ բան դրանք Semi-supervised graph convolutional networks այս է իր ամենահայտնի հոդվածը այդ off-knowing order-ը Okay, հա մի քիչ էլ էս equivalent բաներն է շատ արել, բայց միշտ էս լեգենդար մարդ է, հիմա մի հատ ստարտափում չգիտեմ ինչա, որը զբաղվում է թազա մատերիալներ գտնելով։ Այդպես մի հատ ընդհանուր պրեզենտացիա է անում, թե AI-ը ոնց է կապվում ֆիզիկայի հետ, թե ինչ էր կարելի անել, ու ասես մի հատ սլայդ ուներ, որ այսպես մի հատ նոր դարաշրջան է սկսում, որ կարաս տենց սիմուլյատորներ վերցնես ֆիզիկայի կամ չգիտեմ ինչի, այդտեղից գեներացնես դատա, այդ դատայով սովորես neural network AI, հա, ու այդ դրանով ոնց որ սիմուլյացիան սկսես արագացնել։ Մոտավորապես ինչ-որ նոր պատմեցի Արեգը արել էր բանի համար։ Բայց այդ ոնց որ բոլոր ոլորտներում կարաս անես էլի։ Մասին էր խոսում։ Սիմուլյատորների ճշտությունը, բայց դա շատ չի։ Նայած տեղ, օրինակ այդ մեր ոլորտում որտեղ մենք խաղում ենք, այդ սպիտակուց մոլեկուլ բան, թե չլավ է չի։ Կենսաբանները չեն հավատում դրան։ Բայց տեղեր կա, որ լավ է էլի։ Իսկ օրինակ աերոդինամիկային բանում ավելի լավ է։ Ինչ որ մատերիալների, ինչ որ սիմուլյատորներ ավելի լավն են։ Այնտեղ հազար մի layer կա էլի։ Նույն այդ սպիտակուցը, որ ասում եմ, այդտեղ հնարավոր ավելի լավ սիմուլյացիաներ անել, բայց կարող է անվերջ երկար տևի։ Օրինակ այդ ամենալավ սիմուլյացիան, որին քիչ թե շատ հավատում են, այդ DFT կոչվածը,
ինքը հիմա կարող են աշխատացնել մինչև 300 ատոմի վրա։ Իսկ սպիտակուցը մի քանի հազար ատոմ է։ Չեն կարող, պրոստը։ Ու ասենք մի հատ եկա research նրա մասին է հիմա գնում, թե ոնց կարաս կտոր աշխատացնես, սպիտակուցի մաս TFT-ներ անես, հետո կպցնես իրար, ասենք։ Կարաս, չէ՞ թե չես կարող, բայց այդտեղ լիքը պրոբլեմ կա, ground truth չկա, դե չես կարող իմանաս ճիշտ ես անել, թե չէ։ Ահագին նշանակա։ Ասի տենց մի քիչ բարդ լեկցիա էր, չեմ ուզում սրա վրա լռենք, բայց ես մի հատ ուրիշ ուզում ցույց տամ։ Այստեղ մի հատ հայիկ թե, տեսեք, Մայա Մարտիրոսյան, բայց բացարձակ չգիտեմ ով է, պետք է հետո նայել։ Այս ելույթն շատ հետաքրքիր է, պիտի մի հատ մեր ֆիզիկներին կանչեմ ցույց տամ։ Գիտեք, այս սուպերքնդակտինգի գաղափարը կա գերհաղորդիչներ։ Շփոթված մատերիալներին, որոնք եթե կարողանաս նենց սարքես, որ սենյակային ջերմաստիճանում լինի, կարող աշխարհը լրիվ տեղափոխվի, որտեղ դա էներգիա չի կորցնում։ Մեջ օրոսնակի ասում չի տականում։ Որտեղ ոնց կարող է վերջերով միջեր դու կերպան, տենց դրանով լավ մագնիսներ են կարող ստանալ մեծ հոսանքներով սպորոստի։ Բայց հիմա հայտնի սեմիկոնդուկտորները շատ ցածր ջերմաստիճանում սեմիկոնդուկտոր է, դա -270 աստիճան է իջնում, նոր այդ հատկությունները ձեռք է բերում։ Իսկ այդ նշանակում պետք է անդադ սառացնես։ Ու հիմա տենց անում են էլի ստիպված, հա։ Հիմա այս մարդը ասում է, եկեք AI-ով գտնենք նոր սեմիկոնդուկտոր մատերիալներ։ Ու լիքը գործեր արել այդ ուղղությամբ։ Սկսեց նրանից, որ դե իհարկե բոլորս ուզում ենք բարձր ջերմաստիճանում աշխատող սեմիկոնդուկտոր գտնենք, ասում է, բայց չեղավ, ասում է, կներեք, ասում է, այդ հարցը տենց է չլուծվել, չտեղավ։ Բայց հետաքրքիր է, ոնց որ այսպես ինչ-որ սլայդ ունեմ։ Մոտավորապես կարամ ասեմ ինչ են արել, ոնց որ այս Alexandria database-ը ընդհանրապես մատերիալների database է, ավելի լայն։ Այդ դրա վրա AI-ն սովորում, որ AI-ին ասես մի հատ մատերիալ տուր տա։ Հետո դրան fine tune են անում, այս ոնց որ pre-training-ը լինի, հա, հետո fine tune են անում մենակ superconductor նյութերի վրա։ Ինչի որտեղ superconductor-ները քիչ են հայտնի։ Հա, այդքան քչի վրա pre-training չես կարող անես էլի, այդքան օրինակից չի սովորում մատերիալ գեներացնել, դրա համար ավելի լավ է ընդհանրապես ինքը սովորի մատերիալ գեներացնել։ Հա, հետո բան կանենք, կասենք մենակ այս սուպերկոնդուկտորների նման արա, հա, մենակ fine tuning-ը։ Հետո դրանով ինչ-որ ձևի generate են անում, էսի լավ կլիներ սովորենք, բայց չկասցնի, ու գեներացրել է 200,000 հատ բան։ Ինքը LLM չի արել, diffusion արել, բայց կարող LLM-ը լրել, ասենք լրիվ ձեր անցածով դուք էսի կարող անեք։ Ասենք չանելա, այդպես վերջնական քննությանը դες բաներ տան։ Ասենք պետք է այս մատերիալը մի ձև tokenize անել, չէ, tokenize-ի վիդեոն տեսել եք ոնց են տեքստը tokenize անում, կարող կոչել անեք տառերով գերեք բրծնեք մի ձև։ Ու դրա վրա language model train անեք, այսի տենց մեծ չի։ Սրա համար հաստատ 8 GPU պետք չի գալու էլի։ Հա, այնտեղ իրենք 8 GPU էին անում nano chat-ը, որտեղ 1 TB data էր։ 1 TB մատերիալ հաստատ չկա։ Հայտնի։ Ատոմներ ու կոորդինատներ ունեն հավանականությամբ։ Ես չեմ տեսել ներսից էդի։ Ոնց որ ասում եք, ապրանի ուշադրություն։ Alexandria dataset. It's 3D JSON. Okay, this is common mega 50 մեգաբայտ է 50 չափ։ Okay, այս է մի հատ ընդհանուր բզիկ է, չէ՞։ Ոնց է ընդհանուր այսքան քիչ։ Okay, դա ընդհանուր չի, sorry։ Սրանք են։ В общем, 50 հատ JSON է, ամեն մեկը 50 մեգաբայտ։ Այդտեղ ասենք ինչքան 2 գիգաբայտ, 2 գիգաբայտ, հա։
6.5 GB zip արածա, որ մի քիչ բացենք կլինի մի քիչ շատ։ Հա, թողնի 100 GB ու դրանք JSON ֆորմատով մեջը ատոմներ կոորդինատներ է տա։ Կարող է մի քիչ ավելի բարդ բաներ լինի, որտեղ դրանք սովորաբար պարբերական են, այսինքն ոնց որ դու պետք է ասես թե եւ հետո պետք է կրկնվի էլի։ Ոնց որ ասենք սինուսի մի ալիքը նկարագրես, հետո ասես դե սենց անվերջ։ Աստեղ էլ տես մենք շուտ նույնս կա հաստատ։ Այդ դատաներն է, այս հաստատ շատ ավելի քիչ է։ Մերը նոր փոքր մոլեկուլներ է, բայց այս մատերիալները չի, էլի օրգանական մոլեկուլներ են մերը, որը կապվում է դեղերի հետ, ասենք ասպիրինի նման մոլեկուլներ է։ Այդ դրանք մենք անում ենք 2D-ով, այսինքն, տեսեք, այս ասպիրինն է։ Այս հենց է 2D-ով, հա, գրաֆանի, հա, որտեղ սենց կարգատներ են, բայց այս կարելի է 3D-էլ նայել։ Եթե գնանք, օրինակ, հավքեմ, ինքը սենց 3D տեսքեր ունի, էլի, թե որ ատոմը օդի մեջ որտեղ է։ Ստես կարող չորով լավ եք տեսնում, հա։ Հիմա այս սրանք 3D վրա են արել։ Ու մենք էլ հիմա ունենք պրոյեկտոր 3D վրա։ 200,000 հատ մատերիալ գեներացրեցինք, ինչ են արել, այս ռելաքսը մի հատ տենց ֆիզիկայի ալգորիթմ է, որը ոնց որ էներգիան մի քիչ մինիմիզացնում է, որտեղ այդ AI գեներացրածները կարող է մի քիչ բռակ լինեն, էլի։ Ոնց որ բնության մեջ ամեն մատերիալ իր մինիմալ էներգիայով է գոյություն ունենում, էլի։ Այդ մինիմալ էներգիան AI գեներացրածը դժվար է տենց բախտդ բերի, որ հենց մինիմալ էներգիան գեներացնի։ Ռելաքսը մի հատ մեթոդ է, որ ոնց որ ռելաքսը, իջացնում է էներգիան դեպի լոկալ մինիմում։ Հետո deduplicate, որտեղ գեներացրածները հաճախ նույն բաններն են անում, տակը մնացել է 34,000։ Այսի չհարցնեք ինչ է, ինչ-որ բաներ են հաշվել, դրանով էլ են ֆիլտրը։ Այսի մի հատ ուրիշ ցանց է, որը փորձում է մի բան գուշակի, այդ ցանցով են անցկացրել, էլի այս AI-ը մի հատ բուժուր, որը ինչ-որ բան է գնահատում։ Հա, ոնց որ գնահատում է, թե քանի ամենաշատը քանի աստիճան դեպքում է ինքը մնում գերհաղորդիչ ու վերցրել են մոլեկուլները, որոնք ըստ այս ցանցի 5 կելվինից ավել են, այսինքն -268 աստիճանից վերև։ Այսինքն մի քիչ վստահում են այս ցանցին, էլի, կարող է ինքն սխալվի, բայց ոչինչ էլի։ Հետո մի հատ ուրիշ ցանցով մի հատ ուրիշ բան են չափել, դա էլ մի 1000 հատ ֆիլտր է, չգիտեմ ինչ։ Հետո արել են DFT relaxation, այս DFT-ն է շատ ավելի ծանր ալգորիթմ է։ Այսի AI չի, էսա որ ասում սպիտակուցների վրա չեն կարող անեն, որտեղ սպիտակուցը մեծ է։ Բայց փոքրերի վրա կարող են։ Ու ոնց որ այնքան են ֆիլտրը, որ մի քանի հազար մնա, որ կարողանան անել, ասենք, այսօր 200,000-ը փորձեն DFT անեն, կարող չէ այսօր անեն։ Բայց օրինակ Facebook-ը իրանց AI կլաստերների վրա մի 100 միլիոն հատ DFT արել է այս տարի։ Դա բայց տենց պատմական բան է, ասենք ուրիշ ոչ մեկ չի կարող իրան թույլ տա այդքան DFT անել։ Հիմա այս մարդիկ 8000 հատ արել են, այդ DFT-ի հիման վրա էլ ինչ-որ բան են հաշվել, մի քիչ հետևից են ֆիլտրը, այսի չեմ հասկանում ինչ է, բայց լավ ֆիլտրը տեսեք մնացել է 1800 հատ։ Հետո մի հատ էլ են ավելի ինչ-որ սրա մի հատ նոր վերսիայով ֆիլտրը։ Ուշում տակը մնացել է 773 հատ։ Այդ 773 հատը հետո ինչ-որ ձևի էլի բաներ են արել, նայել, ֆիլտրել, չգիտեմ ինչ արել, ինչ-որ մի պրոցես էլ էր անցել։ Ու հետո այդ տակի մնացածները լաբորատորիայում փորձել են ստանալ։